Բարև ձեզ, ես Անգելինան եմ, այսօր ես ուզում եմ հարցով զրույց վերցնել իմ հորեղբայր Հակոբից։ Բարև հորեղբայր, կարող ես ինձ պատմել քո բանակում անցկացրած 2 տարվա մասին։ Բարև Անգելինա ջան, ես մեծ սիրով հիմա ես քեզ կպատմեմ բանակում իմ 2 տարիների մասին։ Ես ցանկանում եմ նախ եւ առաջ շնորհավորել մեր հայ ազգի գալիք ունի ազատության եւ անկախության 21-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ մեր ազգը շարունակի այն քայլերը կատարել, որը կատարել են մեր նախնիները, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղ, ազատ եւ անկախ պետությունում Հայաստանում։ Ես կցանկանայի, որ 2 բառով բնութագրեի իմ ծառայությունը, ես ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 5838 հրթիռահրետանային զորամասում որպես խոհարար։ Ճիշտ է, ես բոլոր զինվորների պես չեմ մեկնել պահպանելու եւ անառիկ պահելու մեր սահմանները, բայց միևնույն ժամանակ հոգացել եմ նրանց ծննդի ճիշտ ժամանակին հասնելու մասին։ Զինվորական կյանքը դա հետաքրքիր ու շուտ անցողիկ 2 տարի է, որի ժամանակ կոփվում, ուժեղանում, ավելի ու ավելի մեր հայ ազգի մասին գիտելիքներ ենք ձեռք բերում եւ տուն վերադառնում իսկական տանսյան դարձած տղաներ։ Եվ ես ցանկանայի, որ իմ 2 որդիները ծառայեն մեր հայկական բանակում եւ պահպանեն մեր սահմանները։ Մեր Հայաստանը շատ դառը ու ցավալի կորուստներ է տեսել, որի ժամանակ եւս մեր հայ մայրերը հավատացել են, որ դա մի օր որ տուն կվերադառնան իրենց որդիները առողջ եւ հաղթանակած։ Ու կցանկանայի, որ ամեն իմ հայ այսօր 1 րոպե լռությամբ հարգեն այն մարդկանց հիշատակը, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք խաղաղ, ազատ ու անկախ Հայաստանում եւ հպարտ արտասանենք մեր անունն է հայկական բանակ։ Շատ շնորհակալություն հորեղբայր, ինձ թվում է ուրիշ զարգացումների ժամանակ մենք էլի կհանդիպենք։